Ողջույն բոլորին։ Այսօր մենք կխոսենք այն մասին, թե ինչու են Սան Մարինոն և Վատիկանը այդքան փոքր։ Սկսենք Սան Մարինոյից։ Սան Մարինոն շատ բարյացակամ երկիր էր։ Նրանք ոչ մեկի վրա չէին հարձակվում, դրանց տարածքներ էին առաջարկում, բայց Սան Մարինոյի բնակիչները չհամաձայնեցին ասելով, որ իրենց պետք չեն օտար տարածքներ, որովհետև դրանց պատճառով իրենց վրա միևնույն է կհարձակվեն։ Հիմա Իտալիան չի հարձակվում Սան Մարինոյի վրա։ Սան Մարինոն չի ընդլայնել իր տարածքը և ահա թե ինչու այն մնացել է հենց այդպիսին։ Понял, перевожу. Սան Մարինոյի մասին թարգմանելուց հետո անցնենք Վատիկանին։ Դա այնքան էլ հետաքրքիր չէր, քանի որ Իտալիան չէր ցանկանում հենց այնպես պատերազմել։ Նա սպասում էր, մինչև նրա նախագահը փոխվի և շատ վատը դառնա։ Բայց շատ ժամանակ անցավ, իսկ նախագահը դեռ այդպիսին չէր։ Դրա պատճառով Իտալիան և Վատիկանը որոշեցին հաշտվել։ Լավ, այսքանով վերջացնենք։ Մալթայի մասին չգիտեմ, Մալթայի մասին մի հարցրեք։ Եթե նրա մասին մի բան իմանամ, անմիջապես կպատմեմ։ Իսկ հիմա Սան Մարինոն ու Վատիկանը շարունակում են ապրել։ Ցտեսություն բոլորին, լավ օր եմ մաղթում։